Այսօր Նյումակ նախաձեռնության կողմից Dvin Music Hall-ում կազմակերպվել էր լրագրող եւ գրող Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում հեղինակը խոսեց գրքի ստեղծման պատմության, գաղափարական հիմքի եւ այն հարցերի մասին, որոնք դարձել են վեպի առանցքը։ «Անունները չփոխելը» հոգեբանական թրիլեր է դետեկտիվ տարրերով, որը ընթերցողին տեղափոխում է 90-ականների իրականություն, լռության, վախի եւ չբացված ճշմարտությունների ժամանակաշրջան։ Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է ծնվել գիրքը, ինչ թեմաների է այն անդրադառնում եւ ինչ ուղերձ է փոխանցում։ Ես իմ միջով եմ անցկացրել այդ կնոջ պատմությունը եւ շատ դժվար էր նկարագրել, օրեր են եղել նույնիսկ տառապանքի, որովհետեւ շատ ցավալի է խոսել այդ կանանց դեպքերի մասին, բռնության ենթարկված կանանց դեպքերի մասին եւ տարիներ առաջ գործող լրագրող էի, շատ էի առնչվում նման թեմաների եւ հասկանում էի, որ շատերը ուզում են մնալ անանուն, այստեղից նաեւ եկավ ինչ որտեղ վերափոխվեց եւ վերնագիր դարձավ։ Գրքի անվանումը նաեւ ինչ որտեղ այստեղից է գալիս, որ նրանք խնդրում էին, որ նրանց անունները փոխենք։ Ժայռը մագլցողը պետք է պատրաստ լինի քարաթափման։ Իմ կարծիքով ամեն մարդ իր կյանքում բարձրանում է այդ ժայռը եւ տարբեր պատճառներով այդ քարերը, դժվարությունները հանդիպում են եւ մարդ կիսատ է թողնում իր սկսածը, իր երազանքի ետևից այլևս չի գնում։ Բայց պետք է շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր ստեղծում են մեզ համար այդ դժվարությունները, որովհետև հենց նրանք են նպաստում, որպեսզի մենք աճենք ու ունենանք ձեռքբերումներ մեր կյանքում։ Որևէ բան չկա, որ մարդու մոտ չստացվի։ Եթե որևէ բան չի ստացվում, պարզապես պետք է բավականաչափ չի փորձել այդ մարդը։ Պետք է փորձել այնքան, մինչև ստացվի։ Գրքի սյուժեի կենտրոնում լրագրող կինն է, որը 20 տարի անց փորձում է իրավական ճանապարհով բարձրաձայնել իր անցյալի ցավը, հաղորդելով քրեական գործ սեփական ամուսնու դեմ, սակայն գործը չի հասցնում ընթացք ստանալ, կինը անսպասելի մահանում է։ Նրա դուստրը Լուսին մորմայից հետո հայտնվում է անցյալի փաստերի եւ գաղտնիքների առջեւ, սկսելով սեփական հետաքննությունը։ Պատմության ընթացքում բացահայտվում է մոր եւ դստեր բարդ հարաբերությունները, չհրապարակված սկանդալային գրքի պատմությունը, ինչպես նաեւ քաղաքական ազդեցիկ շրջանակների անունները, որոնք խորացնում են մահվան առեղծվածը։ Գրքի մասին նաև խոսեց Արփինե Հովհաննիսյանը, գրքի հանրային եւ հասարակական նշանակության, ինչպես նաև լռության թեմայի կարևորության մասին։ Բանախոսները ճիշտ էին նշում, որ յուրաքանչյուր հատվածում կարող եք տեսնել մի ուղերձ եւ այն, որ դու քո ընտրած նպատակին հասնելու համար պիտի հաղթահարես բարդություններ, ինչպես ձևակերպված էր օրինակ ժայռ մագլցողը չպետք է վախենա քարաթափումից։ Հաջորդ հատվածում կա ուղերձ, որ պետք է սովորես նայել մակերեսից անդին, դա չափազանց կարևոր է, որովհետեւ հաճախ ճշմարտությունը իսկապես այնտեղ չէ, որտեղ դու փնտրում ես եւ կարող ես գտնել բաներ, որոնք քեզ համար անսպասելի էին։ Ինձ համար անձամբ չափազանց կարևոր է գրքում պարունակվող ուղերձը սինթետիկ արժեքներին ուշադրություն չդարձնելու տեսանկյունից։ Անուններ չփոխելը Մարիաննա Հակոբյանի երկրորդ գիրքն է։ Նրա առաջին վեպը Կասկադ 6-15-ը լույս է տեսել 2021 թվականին եւ լայն արձագանք է ստացել ընթերցողների շրջանում։ Նոր գիրքը շուտով կհանձնվի ընթերցողի դատին, բարձրաձայնելով թեմաներ, որոնք երկար տարիներ մնացել էին լռության մեջ։ Դե ինչ, մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։